ոչինչ։ Հեսա թող դու գա տեսնե ես դրան ինչորն եմ գցելու։ Քոծուս տակառել եմ սատկացնեմ։ Հիմար լակոտին։ Ես հաց է։ Դու սրան նայ մի հատ։ Բայց խեք դե դիզ նայեմ։ Հեսա որ տեղիցս ելա քեզ կասեմ թե ինչ որ գրեզիտայում։ Հələ սպասի, հա խնդրում եմ քեզ մի րոպե Գրիշ։ Մի րոպե համբերի։ Տո ոնց սպասեմ այդ ցավը տանել։ Այս լակոտը միթիկա երեխա է, ինձ մատի վրա ֆրցնում է։ Գիտի իրա փայ հարիվն եմ ես։ Գրիշ ջան, խնդրում եմ, մի վարքան սպասի, արի ավելի հնարավորություն տա, թող բացատրի հասկանանք ինչ է այս ամեն ինչը նշանակում։ Լավ։ Աբուլիկ, դու կարաս մի հատ մեզ բացատրես, մենք հասկանանք թե այս ինչ է կատարվում։ Էս ինչ Աբուլիկ։ Տո մերդ քեզ հարց ա տալի պատասխանի այդ տղա։ Թե դու ազնվությունը սենց ես գնահատում տղա ջան։ Մենք էլ գիտենք արդեն մարդ է դարձել, սովորում է, գիրք է կարդում, ինքիրա հավեսի ժուրնալներ է թերթում։ Աշներս էլ թոզ ես փչում, իբր թե սովորում ես։ Աբուլիկ, կարաս մեզ բացատրես, մենք հասկանանք թե ինչ է նշանակում այս ամենը։ Խես մեզ խաբում, ինչի դաս չես սովորում, ինչն է պատճառը, Աբուլիկ։ Ուզում եմ սովորեմ, հա։ Բայց դե կարդացածս բան չեմ ջողում։ Այսինքն ոնց չես հասկանում տղա ջան։ Չեմ հասկանում ու վերջ, պա։ Ժամերով կարդում եմ, ուզում եմ մի բան հասկանամ, բայց ուղեղս չի մտնում։ Նորմալ մաթեմի ժամին դասատուն գրատախտակի մոտ կանչեց։ Եկա հարցեր տալի, ոչ մեկին չկարծա պատասխանեմ։ Ծաղ դասանով վրես խժում էին։ Ես էլ որոշեցի չսովորեմ։ Կարդամ չկարդամ մի հաշիվ է։ Լավ, մաթեմը հասկացանք, Աբուլիկ։ Բա մնացած առարկաները, այդ դպրոցում ուրիշ առարկա չեք անցնում։ Բա պատմությունը, աշխարհագրությունը, հայոց լեզուя, դրանք էլ չես հասկանում, այ Աբուլիկ ջան։ Հաստորեն դու լրիվ տուպո ես տղա ջան։ Դե փաստորեն թե սա դուրս գալի պապ։ Եթե փոքր տարիքից չեմ սովորել, հիմա ո՞նց հասկանամ։ Ես սովորը իր Աբուլիկ, ով էր ձեռիցդ բռնել այդ տղա։ Կամ էլ հիմա որ կարդում ես չես հասկանում, ասա կբացատրենք, մենք էլ որ չկարենանք, մեկին կասենք կբացատրի։ Դե ամաչում էի, պապ։ Լավ, Գրիշ ջան։ Աբուլիկ, դու հիմա վերկած գնա մի հատ քո սենյակ, ես պապայի հետ պիտի առանձին խոսեմ։ Այս արկածդ հիմարություններն էլ հավաքի ստեղից։ Ու վերացրու այդ նկարները, Աբուլիկ։ Ես մեկ էլ քո պայուսակի մեջ նման բան չտեսնեմ, հասկացար։ Լավ, Գրիշ ջան, ես հասկանում եմ, ահա որ անելանելի իրավիճակ է։ Բայց որ ճիշտը խոսանք, սրա մեղավորը մենք ենք։ Հետո նոր են երեխեն։ Այն տարական դասարաններից սկսած այնքան գնացիր դպրոց տարվա վերջին ու տարեսկզբին, սաղ քառորդներին հետևեցիր, չես հիշում, մայցանում սաղ 5-եր էր։ Մինչև այդ երեխան գիտելիք ձեռք չբերեց։ Հիմա էլ տարական գիտելիք չունի, էլ ո՞նց սովորի։ Ես քո ասածները ընդունում եմ, Զվարճ ջան։ Բայց ես ուզում եմ, որ իմ երեխեն սովորի նորմալ մարդ դառնա։ Գոնե հիմա սովորի, հիմա։ Բայց ո՞նց սովորի Գրիշ, եթե տարական գիտելիք այդ երեխան չունի, ո՞նց սովորի։ Բա ինչ անենք, այ կնիկ, համակերպենք այն մտքի հետ, որ մեր երեխեն տես տուպո էլ մեծանա, հա։ Ոչ իհարկե, Գրիշ ջան, դրան մի ձև կա։ Պիտի մասնավոր մանկավարժ վարձենք, որ գա մեր երեխու հետ անհատական պարապի։ Բայց այդ կօգնի էս գործին։ Դե պիտի որ օգնի։ Ավելի կխելացի երեխա է, Գրիշ։ Եթե նա այսօր գիտակցում է, որ ինքը ոչ ման չի հասկանում, ուրեմն հասկացել է, որ ուրիշ ճար չունի, պիտի սովորի։ Իրան առնվազն հիմա մեր օգնությունն է հարկավոր։ Դե մենք էլ բնականաբար պիտի մի բան անենք նրա համար։
Լավ, ես այսօրվանից կաշխատեմ այդ ուղղությամբ։ Դու հելի մի հատ կոֆե դիր խմենք, արդեն գլուխս պայթում է։ Լավ, դարը դնեմ։ Լավ, ոնց ուզում ես դիր։ Ջան, ինչ ես էպես սիրուն ջան, սոված ուշ կսեթում մի բան տակացրա ուտեմ էլի։ Աննա ջան, ես ինչի համար ես լացում, ինչ ա եղել, ես չամադաններ եղի ասեինակում։ Աննա, ես հիմա քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Սուս մնա Արսեն, ես չեմ ուզում քեզ լսել։ Դու ես նկարները չպետք է տենայիր, Աննա, սա ընդամենը թյուրիմացություն է։ Ինչն է թյուրիմացություն Արսեն, կարող է հիմա ինձ փորձես համոզել, որ նկարների վրա դու չես, որ սա մոնտաժ է։ Գոնե տղամարդկություն ունեցիր ու խոստովանիր, որ դու ես։ Հա, այդ ցավտանեմ, ես եմ։ Բայց այս նկարները անցալում է եղել։ Ես երբ որ նրա հետ էի, մենք դաժե ամուսնացած էլ չենք եղել։ Այս նկարները մի տարի առաջ են արվել։ Ամսաթվերը վրան ֆիքսված է։ Իսկ այդ ժամանակ մենք արդեն ամուսնացած էինք։ Անջան, այս աղջիկը իսկականից հրեշ է։ Նա նպատակա դրել, որ իմ ընտանիքս քաքայի։ Եթե դու իրեն հավատաս, ինքը կհասնի իր երազանքին։ Բայց ես այդ աղջկան չի, չէ՞ որ հավատում եմ, այլ այս նկարներին, որտեղ դու շատ երջանիկ տեսք ունես։ Անջան, եթե դու հիմա ինձ լսես, ես քեզ կբացատրեմ, որ այդ աղջկա կողմից դա ընդամենը բեմադրված ներկայացման մի մաս է։ Ես ոչ մի բան չեմ ուզում լսել։ Ես արդեն չափազանց երկար եմ քո հեքիաթները լսել, ու հիմա մինչև կոկորդս կուշտ եմ դրանցից։ Խնդրում եմ, վերցրու իրերդ ու գնա։ Չէ, Աննա, ես ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Մենք ընտանիք ենք, մենք իր հետ պետք է ապրենք։ Ու չեք թողել որ Լիանի նմանները մեզ հասկանում են։ Գնա Արսեն, քեզ ասում եմ, գնա Արսեն, խնդրում եմ քեզ, դուրս արի։ Մեր միջև ամեն ինչ վերջացած է։ Վերջ Արսեն։ Գնա կամ ես հենց հիմա զանգում եմ պապային, ինքը կգա ինձ երեխու կտանի, ու դու մեզ էլ երբեք չես տեսնի։ Այդ ցավը տանեմ, այ սիրուն ջան, ախր դու չես հասկանում, դու մեծ սխալ ես գործում։ Արսեն, ես մեծ սխալ եմ գործել այն ժամանակ, երբ ամուսնացել եմ քեզ հետ։ Բոլորն ասում էին, որ դու բաբնիկի մեկն ես, որ աչքդ միշտ դուրսն է, բայց ես ապուշի նման հավատում էի քեզ, մտածում էի, որ չէ, կփոխվես, բայց չէ Արսեն, քո նմանները չեն փոխվում։ Անջան, ես քեզ սիրում եմ, Մեռնեմ ջան։ Տեսնում եմ, թե ոնց ես սիրում, իսկ հիմա գնա, որ չվերադառնաս։ Երբ որ դու ճշմարտությունը իմանաս, կհասկանաս, որ դու անարդարացի ես վարվել իմ հետ։ Չէ, Արսեն, ես էլ չեմ պատրաստվում քո արդարացումները լսել։ Ինձ այս լուսանկարները լրիվ բավարար են հասկանալու համար, թե ում հետ եմ ես մինչև հիմա ապրեմ։ Լավ, թող քո ասածը լինի, բայց դու սխալ ես վարվում իմ հետ։ Էսի լրիվ սխալ է, դու չես չես տալի, որ ես քեզ բացատրեմ, որը որից հետո է։ Գնա Արսեն, խնդրում եմ քեզ, գնա։
Հիմա պատկերացնում ես այդ հարիվի վիճակը, երբ որ կնիկը ցույց տա նկարները։ Ինքը հենց իմացավ, մի անգամից կգա։ Ես իրան լավ եմ ճանաչում։ Ինքը շուտ հանձնվողներից չի վաղում։ Տոգա տենա մետովա։ Մի հատ կվախցնեմ, յան կտա քեզնից։ Բայց որ դու խմում ես, Սահագին փոխվում ես, ասեմ քեզ։ Կարծես ծովը ծնկներից լինի։ Դրա համար ես հա ինձ խմցնում, որ այդ ջահելի հախից գամ։ Ես քեզ չեմ խմցնում, դու ինքդ ուզեցիր խմել։ Լավ, մի նեղվի, կատակ եմ անում։ Դե ուրեմն ինձ է լցրում։ Ես հաստատ ինքն է։ Դե գնա բաց արա դուռը։ Չէ, վաղուց, ավելի լավ է դու գնաս, որովհետև ինձ թվում է ինքը այդքան էլ ուրախ չի լինի ինձ տեսնի։ Պրոբլեմ չկա։ Իսկ եթե պրոբլեմ լինի, ես կլուծեմ։ Այս դանակը ինչի ես հետդ վերցնում։ Դու չասիր պրոբլեմ լուծեմ, եսը կլուծեմ։ Հագիստ մնա, ստեղ մնա եսը գալիս է։ Դու ով ես։ Քեզ համար մեկ չի ով եմ։ Պրինցիպի մեկ ապ է։ Լիանային ձենտուր հետ խոսալու բան ունեմ 2 րոպեով։ Ապե դու Լիանայի հետ խոսալու բան չունես, Սնգետ ջան։ Եթե խոսալու բան ունես, իմ հետ խոսա։ Պրոբլեմ չկա ապ է։ Քեզ 2 րոպե ժամանակ Լիանային կանչես։ Չկանչես վելով վտեմ անցնելու։ Չէ, կարաս վրովս անցնես, հա։ 2 րոպե սպասի կտենաս։ Անցի ներս խոսանք։ Այդ արդեն ուրիշ հարց։ Անցի։ Դե վրովս անցի, արա։ Ես ինչ ես անում, որա։ Այ ապուշ դոնակդ քաշերա։ Ինչ եմ անում։ Գիտես կատակ չեմ անում, ապեր։ Ու քեզ է խորհուրդ եմ տալիս, Լիանային մոռանաս։ Ասում եմ քեզ դանակդ քաշի։ Չկամար վերջը շատ վատ անելու այդ տաղա։ Ինչ պիտի ալես, որ արա։ Դանակդ քաշի վաղը։ Դանակդ քաշի։ Հա, Լիան, վերջին հասար, հա նպատակի տաղջի։ Ես իմ առաջ նպատակ չէի դրել քեզ քո կնոջից բաժանել, բայց զգուշացրել էի, որ դու իմ պլանների մեջ քիթը չխոթես։ Բայց դու այդ ինչից ենթադրեցի, որ մամայդ ես եմ ասել Կարինեի մասին։ Իսկ ես մամայի անուն չտվեցի։ Տեսար։ Հիմա ինչ ես կարծում, շարունակենք մեր խոսակցությունը, թե չէ։ Չէ, պետք չի։ Ես եմ ասել լավ եմ արել։ Ասել եմ, որ քեզ կանգնացնեմ։ Քո նման հոգեկան հիվանդը պետք է հոգեբուժարանում լինի։ Մեկը, ուշ թե շուտ։ Դու ունդել հայտնվելու ես։ Բելանը չափավորի այդ տղա։ Դանակը վեկալել ես ձեռդ քեզ ասլան ես զգմարա։ Բայց ոչինչ։ Այս ամեն ինչը դեռ նոր է սկսում։ Այդ քեզ էլ է վերաբերվում, աղջի։ Լսի Արսեն, եթե քեզ թվում է, քեզ քո կնոջից բաժանելը միակ գլխացավանքն է, որ ես կարամ ստեղծեմ, ապա դու շատ սխալվում ես։ Իմ զինանոցում ավելի հզոր զենքեր կան, պարզա, որի մասին դու ընդհանրապես պատկերացում չունես։ Ես դու պատկերացում ունես իմ զինանոցի մասին։ Ես ամեն ինչի պատրաստ եմ։ Առավել եւս հիմա, որ ոչ մի բան չունեմ կորցնելու։ Մարդ միշտ էլ կորցնելու բան ունենում է, Արսեն։ Լավ, կտենանք, թե ով կկորցնի, թե ով կգտնի։ Լավ։ Լսի վաղը, այս ապուշը արդեն ամեն բան կարա անի։ Դրա համար մենք պիտի շուտ անենք ինչ մտածել ենք։ Նախ եւ առաջ պիտի մամայդ մասին մտածես։ Ինքը քո պլանների մասին գիտի։ Ու ինքը առաջինն է մեզ խանգարելու։ Ես արդեն մտածել եմ։
Գնանք ներս կասեմ։ Ճիչ ենք քնելու հոր։ Ես եմ էլի ասում գնանք նստենք երեխու մոտ, կարող է այդ երեխին գիշերը բացվի կամ ջուրը, հացը մի բան ուզի մոտ ելնենք։ Այդ էլ կա։ Չէ, Ժորժ ջան, արի այսպես պայմանավորվենք, հա։ Արի ես մի քանի օր երեխայի սենյակում քնեմ, մինչև ինքը ընտելանա այս ամեն ինչին։ Դեմ չես, չէ, Ժորժ։ Այ, չէ, Ֆլոր ջան, հանուն երեխու ես։ Ոյ, լա։ Ֆլոր, ես հանուն երեխու ամեն զոհաբերություն պատրաստ եմ, դու գիտես։ Լուրջ։ Վայ, մեռա մամա ջան։ Վայ, ոնց որ գլուխս երկու մասի է բաժանվում։ Մամ ջան, դե նոր ճնշումը չափեցի ցավազրկողներ տվել եմ, սպասես ա կանցնի էլի։ Չէ, Զիտա ջան, ասնելու փոխարեն, քանի գնում ավելի ուժեղանում է։ Վայ, վայ ասկանաս, այնքան կռած վրես գնալուց, որ դրա աչքը նավսա եկավ կպավից։ Այ ճիշտ է, քերագին ջան։ Գիտես ինչ աչք ունի այդ ջբլը։ Հանկարծ մեկին չուզեց, չէ։ Մի հատ վերենը կռած, վсё, այդ մարդը վերացավ, կորավ, չորացավ։ Լսի, ինչ ես տայներում նավսում, փոխանակ հակառակը օգուտ տաս մի բանով, դուխ տաս, կանգնա ավելի վատն ես անում։ Լավ կլինի вообще չխոսած դու։ Զիտա ջան, դե մենք ինչ կա այդ եմ ասում։ Ով չգիտի ասկոյի աչքը։ Լեգենդներ են պատմում դրա մասին։ Լսի, այդ տղայի ճիշտ ես ասում, թե կատակ ես անում։ Այ չէ, ճիշտ եմ ասում, քերագին ջան։ Ախր ով չգիտի, այնքան բան կա, պրոստը վախում եմ էլի պատմեմ հանկարծ վատ զգաս, վախենաս։ Հազարատ օրինակ կարամ բերեմ։ Ոչ, քո օրինակները քեզ պայի Սերոժ, ու աշխատի սուս մնաս ընդհանրապես։ Զիտա, սպասի, ինչ շատ հետաքրքիր է։ Ասա Սերոժ, ասա, ուզում եմ իմանալ։ Քերագին ջան, ուրեմն սենց։ Ուղիղ ճանապարհով մեկը գնում է, չէ։ Այս ճապալը հանկարծ թարս նայեց սրան մի հատ, էսի իմացի տենց ուղիղ տեղը կանգնի, իրա մի վնաս կտա։ Հա։ Իսկ եթե մեկի նկատմամբ էլ թույնա, չէ, շնչում հանկարծ սենց, իմացի մի վատ բան կլինի, դրա գործերը վարի կգնա, ձախ կգնա, կփչանա, մի բան կլինի, անպայման։ Վայ, ես դրա ինչն եմ ասել, հա։ Վայ, Աստված դրա չար աչքը հանի, որ չգարկմներ ինձ։ Ինձ որ լսեք, մի հատ տեր կբերեք, այս տունը թող օրհնի, այդ ճպելի չար նավսը ստեից հանի։ Ճիշտ ես ասում, Սերոժ ջան, եկուց ես տեր բերել կտամ։ Մի լավ տունը օրհնել կտամ, որ այդ չարը դուրս գա այս տնից։ Մամ վերջացրու ամոթա, հա։ ՃՊԼ քո գլխացավիդ ընդհանրապես կապ չունի։ Դու մինչև ՃՊԼ-ի հետ ծանոթանալը էլի գլխացավ ունեցել ես։ Հա, ունեցել եմ, բայց ես տևի չեմ ունեցել։ Էդ չես պաշտպանում այդ կախարդանդերին։ Աղջի չես ծիծաղում, է։ Մերս տևերում է դու նստա ծիծաղում ես, է կողքս։ Ճիշտ ասում ես, Զիտա, փոխանակ մի հատ խորհուրդ տաս օգնես, նստած ծիծաղում ես մորդ վրա։ Իսկ դու вообще սուս մնա, հա։ ՃՊԼ-ի գլխին սարքեցիր, տնից հանեցիր, հիմա ուզում ես իմ գլխին սարքես, հա, ինձնից ազատվես, այ կեղծավոր։ Ես կեղծավոր։ Հա։ Այդ ինչ ես ասում։ Լսում ես Ռոզ, ասում կեղծավոր, ես կեղծավոր եմ։ Այդ տղա սուսն այլի վերջացրել չես տեսնում, գլխուս պայթում է, մեռնում եմ, դու հիմար հարցեր ես տալիս անընդհատ։ Բայց ինչ հիմար է, դա Չես տեսնում, մեռնում է։ Հիմար բան չի ախր է, ինձ լուրջ մեղադրանք ա ներկայացնում։ Լսի, դու չես հասկանում, կարողա դու հոգեկան հիվանդ ես։ Ասում եմ մաման էս վիճակի ես դու թթվել ես մամայի ականջին։ Վայ, մամա ջան, մեռա ես։ Գլուխս երկու մասի է բաժանվում։ Վայ, պայթեց գլուխս։ Վայ, ասկանաս թաղեմ այդ քո կոլոտ բոյդ։ Այդ աչքդ հանեմ, որ չգար կպներ ինձ։ Վա։ Մամ, լավ, մի քիչ ես սպասի, ես դեղը չազդի, շտապակնություն կկանչեմ։ Ինչ ուզում ես կանչի, ում ուզում ես կանչի, մենակ կանչի ինձ փրկեն։ Այս ցավից ազատ edel չեմ դիմանում, Զիտա։ Սակո ջան, առաջի անգամ ես շտաբօգնության բրիգադայի հետ կանչի գնալու։ Հա, Լիպո ջան։ Լավ, այդքան մի անանք ստացիա, մնիշ նորմալ կլինի։ Կարող է քո բախտից ոչ մի տենց լուրջ պատահարել չլինի։ Չնայած եթե լինի էլ մի մտածի, կողքիդ եմ։ Մենակ դու ինձ կօգնես, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Ահա, մերսի։ Ուղղակի վախենում եմ մի բան սխալ չանեմ։ Մի անանք ստացիա, ամեն ինչ նորմալ կլինի, ես քո կողքին եմ։ Հերթապաբժիշկ լսում է։ Հա, Սարինե ջան, լսում եմ։ Արմինե, դու ճիշտ ես նայել հասցեն։ Չէ, ոչ մի պրոբլեմ չկա, լավ թելադրի հասցեն գրեմ։
Չէ, ամեն ինչ նորմալ է։ Դու ասա թող մեքենան մոտենա մուտքին, հիմա ես դուրս եմ գալիս։ Այ քեզ թարսություն, հենց առաջերով ինձ բան պիտի լիներ, հա։ Ինչ ա եղել Լիպո ջան։ Հեչ ես ասցեն, որ տվեցին, Զոքանչիս ասցենա։ Ավելի ճիշտ նախքին։ Բա ինչ ենք անելու։ Ինչ պիտի անենք, պիտի գնանք։ Արի գնանք պատրաստենք։ Ուրեմն լսի ինչ եմ ասում, Սակո ջան։ Հիմա որ մտնենք ներս, հենց պիտի անենք, որ այնտեղ ոչ մեկ չիմանա, որ ես եմ։ Չհասկացա։ Այսինքն ինչ կա չհասկանալու։ Պետք է ոչ մեկ ինձ չճանաչի։ Դրա համար ես այս վիճակով կլնեմ։ Հասկացա։ Ուրեմն այնտեղ ես շատ չեմ կարող խոսամ, որ իմ ձայնից չճանաչեն, բայց չմտածես։ Կողքիդ կանգնեմ, քեզ ամեն կերպ կօգնեմ։ Հասկացա։ Հա, մեկ էլ հանգարց ինձ ներսում լիպարիտ չասես, կասես բժիշկ, եղավ։ Եղավ, հասկացա։ Չմտածես ամեն ինչ լավ ալնել։ Եղավ Լիպո ջան։ Սակո, բժիշկ ջան։ Բժիշկ ջան։ Գնացինք, արի։ Չհասկացա ախպեր ջան, կես ժամը շտապօգություն եք կանչել, նոր եք գալիս։ Հիվանդը դուք եք։ Եկան հիվանդի նման եմ։ Չէ, հիվանդը ներսն է, եկեք։ Դիտեք հաջորդ սերիայում։ Վախացար, այս տեղին ասում, գող, սիրտը դող։